Ցայքերուստանկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանին։ Բարև ձեզ, բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Բժշկուհի, նախ խոսենք մարզում առողջապահական հասանելի ծառայությունների մասին։ Ինչպիսի ծրագրեր են իրականացվում, դրանք ինչքանով են հասանելի մեր բնակիչներին։ Ես նախ համառոտ ներկայացնեմ, թե մեր մարզի ազգաբնակչությանը ինչպիսի առողջապահական ծառայություններ են մատուցվում։ Ինչպես գիտեք, մարզի ազգաբնակչությանը մատուցվում է եւ հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական օգնության ծառայություններ, ինչպես նաև շտապ օգնության ծառայություն եւ տարիների ընթացքում հաշվի առնելով նաև առողջապահական համակարգի զարգացումը, նաև հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների կիրառումը, մարզում սկսում են կիրառել նաև նոր ծառայություններ, բնականաբար առողջապահության նախարարության համապատասխան ցուցումներով։ Ես կուզենայի ներկայացնել վերջին տարիներին մեր մարզում իրականացվող երկու նոր եւ շատ կարեւոր ծառայությունների մասին։ Մասնավորապես կուզեմ ներկայացնել նաեւ իգիտություն մեր մարզի ազգաբնակչությանը կաթվածի կամ իշեմիկ ինսուլտի ծրագիրը, որը արդեն 3 տարի է, որ մարզում գործում է եւ վերջերս մենք բավականին մեծ ներկայացուցչական ձևով 3-ամյակը նշեցինք այդ ծառայության։ Ոչ միայն գործում է, այլև բավականին դրական արդյունք է գրանցել այս ընթացքում։ Բնականաբար, ես ինչու եմ սա ուզում ներկայացնել ազգաբնակչության այս ծրագիրը։ Այս ծրագրի նպատակը բուժել իշեմիկ ինսուլտը, իսկ մենք գիտենք, որ անոթային հիվանդություններից հենց ինսուլտները բավականին մեծ թվով հաշմանդամության բերող հիվանդություն է, ինչը բեռ է եւ տվյալ պացիենտի ընտանիքի համար եւ պետության համար։ Իսկ այս ծրագրի շնորհիվ շատ պացիենտներ բուժվում են իշեմիկ ինսուլտից, չեն գնում հաշմանդամության եւ բնականաբար մեր բեռը թեթևանում է եւ պետության եւ մեր պացիենտի ընտանիքի։ Դեռ բնականաբար նկատի չունենք կոպիտ որպես, այո, բայց այնուամենայնիվ դա խնդիր է առաջացնում։ Տեսեք, պացիենտը եթե չի բուժվում իշեմիկ ինսուլտից, այնտեղ զարգանում է հաշմանդամություն, առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն, բնականաբար հաշմանդամներին պետք է սոցիալական նպաստ տրամադրել եւ բավականին թանկարժեք տեղերով բուժել։ Իսկ այս ծրագրի շնորհիվ մենք հնարավորինս նվազեցնում ենք։ Այո, փոխարենը կարող ենք կանխարգելել։ Իհարկե։ Հաջորդ ծրագիրը արհեստական սերմնավորմանն է վերաբերում։ Այո, ես մեծ ուրախությամբ ուզում եմ նաև ներկայացնել այդ ծրագիրը։ Գործում է 24 թվականի հոկտեմբեր ամսից։ Կանանց վերարտադրողական առողջությանը վերաբերող սա ծրագիր է, նպաստում է վերարտադրողականության առողջության կիրառմանը մեր մարզում, իհարկե դա տարբեր մեթոդներով է կիրառվում, կոնկրետ մեր մարզում այս պահի դրությամբ մենք իրականացնում ենք արհեստական սերմնավորում, ոչ թե արհեստական բեղմնավորում, այլ ինսեմինացիա սերմնավորում, սա ձևերից մեկն է, մեթոդներից մեկն է։ Պետք է նշեմ, որ ունենք արդեն 11 ինսեմինացիայի դեպք, բնականաբար սա տարբեր փուլերով է, եւ ունենք 2 հաջողված արդեն հղիության դեպք։ Իսկ մնացած պացիենտների մոտ պարբերաբար այդ սերմնավորումները յուրաքանչյուրը կարող է մինչև 6 սերմնավորման փուլ անցնել, մյուսները դեռևս այդ փուլերի ընթացքի մեջ են, եւ ես կարծում եմ, որ դրական արդյունք էլի կարձանագրենք։ Միանշանակ այս մի քանի ամիսների ընթացքում, եթե արդեն 11 դեպք ունենք, դա ողջունելի է կարծես թե։ Իհարկե։ Եվ չափորոշիչները ինչպիսին է, մեր հեռուստադիտողների համար մի փոքր փակագծերը բացենք, այսինքն որ տարիքից կարող են նրանք դիմել, հա, որ տարիքում ավելի ճիշտ, քանի տարվա ամուսնացած պետք է լինեն։ Ուրեմն պետք է լինի երկրորդային անպտղություն, մինչև 42 տարեկանն է այստեղ,
եւ նաեւ այնտեղ կա անհրաժեշտ հետազոտությունների ցանկ, այդ անհրաժեշտ հետազոտությունների ամբողջ ծավալը անցնելուց հետո նախ պետք է գնահատել եւ նոր գնահատումից հետո թույլատրել անցնել ինսեմինացիային, եթե համապատասխանում են այդ չափորոշիչի պահանջների։ Այդ հետազոտությունները անվճար է իրականացվում։ Բնականաբար, այո։ 2024 թվականի ընթացքում եւ մինչեւ այսօր ինչպիսի սկրինինգային ծրագրեր են իրագործվում եւ ինչպիսի արդյունք ունենք դրանց։ Ես ուզում եմ խոսել նաեւ առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվող սկրինինգային ծրագրերի մասին։ Գիտեք, առողջապահության առաջնային պահպանման գերնպատակը հիվանդությունների կանխարգելումն է։ Իսկ կանխարգելման համար բնականաբար պետք է ներդրվեն սկրինինգային ծրագրեր։ Սկրինինգները հենց դա են հետապնդում, սկրինինգային ծրագրերի նպատակը հենց դա է, որպեսզի կանխարգելեն հիվանդությունները կամ վաղ հայտնաբերվեն հիվանդությունները։ Բնականաբար վաղ հայտնաբերման փուլում բուժումը շատ ավելի արդյունավետ է լինում եւ հետագա բարդությունների կանխարգելումը շատ ավելի արդյունավետ է լինում։ Վերջին 2 տարիների ընթացքում մեր մարզի ԱՊՕ-ում իրագործում ենք կոլորեկտալ քաղցկեղի սկրինինգային ծրագիրը, այսինքն աղիների ուռուցքի ծրագիր է սա, այնտեղ տարիքային խումբ կա, որ այդ տարիքային խմբի ազգաբնակչության մոտ իրականացնելու են հետազոտություններ, իսկ այդ հետազոտությունների արդյունքներից ելնելով, եթե անհրաժեշտություն կա, ուղեգրում են լրացուցիչ հետազոտությունների եւ այդ հետազոտությունների արդյունքում եթե հայտնաբերվում է քաղցկեղ, ապա ուղարկվում է համապատասխան բուժման։ Կուզեմ նշել նաև 2024 թվականի ընթացքում առողջապահության նախարարության ՑԻԳ-ի կողմից մարզում իրականացված բավականին ծավալուն կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագրի մասին, որտեղ ընդգրկվեցին մեր ԱՊ օղակում գրանցված 50-ից 59 տարեկան կանայք եւ պետք է ասեմ, որ շատ արդյունավետ սկրինինգային ծրագիր էր, որովհետեւ մենք շատ դեպքեր բավականին վաղ փուլում հայտնաբերեցինք, բնականաբար վաղ փուլում հայտնաբերելով ուղեգրեցինք բուժման եւ կյանքի որակն է փոխում եւ ժամանակին բուժվում են եւ հետագա բարդություններից հնարավոր է լինում նաեւ խուսափել։ Իհարկե ցավոք սրտի պետք է նշեմ, որ նաեւ բավականին բարդի թողի դեպքեր եւս հայտնաբերեցին, այսինքն սա խոսում է այն մասին, որ շատ կարեւոր է նաեւ այս շարունակական ընթացքը։ Ես հենց դա էի ուզում ուղղակի ճուզեցից ես ընդհատել, իրազեկումը բնակիչների մոտ ինչպիսին է, այսինքն հետաքրքրված են, գիտեմ, որ նման ծրագրեր կա, գալիս են, թե կոնկրետ պոլիկլինիկաների անձնակազմն է զանգում, զգուշացնում, հրավիրում։ Շատ ճիշտ հարց եք տալիս, ուրեմն ԱՊՕ-ի բուժքույրերը եւ բժիշկները ունեն իրենց տեղամասերը, որտեղ սպասարկում են տվյալ տարիքի կանանց զանգի միջոցով, գիտեք նաեւ Արմեդ համակարգի մահ ունենք, Արմեդ էլեկտրոնային առողջապահական համակարգ, որտեղ հնարավոր է նաեւ տեղեկատվություն ներկայացնել պացիենտին, նաեւ Արմեդ համակարգի միջոցով, նաեւ զանգերի միջոցով իրենց տեղամասի տվյալ տարիքի կանանց հրավիրում են հետազոտությունների, հենց այդպես էլ մենք աշխատեցինք, բոլորին նախ հերթագրեցինք, ցուցակագրեցինք եւ հետազոտության համար նաեւ այդ հերթերը կազմակերպեցինք, որ շատ հարթ ընթացավ ու բավականին արդյունավետ իրականացավ։ Իսկ այցելությունները ինչպիսին են եղել, եկել են խոժարական։ Իհարկե, մեծ սիրով։ Իհարկե։ Դա արդեն կարծես թե դրական դինամիկա է նշмарվում, որովհետև կա չէ հիմնականում հայ կանանց մեջ ամեն ինչ գցել ականջի ետև, արտախնդիրներից ելնելով եւ այլն։ Կարևոր է նաև ինֆորմացիայի տրամադրումն է մեր պացիենտների, չեմ ասում, որ բոլորն էլ այդպես հետաքրքրված են իրենց առողջությամբ, բայց եթե խոսում են, զանգում են, ներկայացնում են, բացատրում են, մեր առողջության առաջնային պահպանման օղակի եւ բժիշկների եւ բուժքույրերի աշխատանքներից մեկն էլ հենց դա է՝ իրազեկում ազգաբնակչությանը, բնականաբար իրազեկում, հետազոտություն, բուժում այդ ամեն ինչը մենք պետք է իրականացնենք։ Ցանկության դեպքում բուժարու կինը կարող է ներկայանալ, հա, իր պոլիկլինիկա եւ ասել, որ ես ուզում եմ այս սկրինինգը անցնել։
Տեսեք ոչ թե ցանկություն է, այլ դա պարտադիր հետազոտություն։ Ոչ թե ցանկություն, այլ խնդիր է, հա, իր մոտ էսպես մի փոքր նկատել, ուզում է ճշտում մտցնել։ Սկրինինգները, ես ասում եմ, որոշակի տարիքային խմբերին է վերաբերվում։ Հենց դրա համար եմ ասում, այսինքն տարիքային խմբից դուրս չի կարող քննարկել հետազոտել։ Սկրինինգը վերաբերվում է տարիքային խմբերին։ Եվ որ տարիքային խումբն է։ Կոնկրետ կրծքագեղձի քաղցկեղինը 50-ից 59 տարեկան կանանց էր վերաբերվում։ Ահա։ Այլ ծրագրեր սկրինինգային, որոնք նոր պիտի մուծվեն, օրինակ ադրենոգենիտալ համախտանիշի սկրինինգը, սա իրենից ինչ է ներկայացնում եւ հիմնականում որ տարիքային խմբի համար է այն նախատեսված։ Տեսեք, մենք ես հաղորդման սկզբում նշեցի, որ շուրջ 13 տեսակի սկրինինգ ենք իրականացնում, դա եւ նորածինների շրջանում եւ վաղ մանկական տարիքում, այնտեղ մենք եւ իրականացնում ենք տեսողության սկրինինգ, լսողության սկրինինգ, ադրենոգենիտալ սկրինինգը սա նոր բան է եւ ըստ առողջապահության նախարարության տվյալների մայիս ամսից կսկսի նաեւ գործել մարզերում, հուսով եմ, որ մայիս ամսից այդ սկրինինգը եւս մարզերում կիրականացվի, ինքը մակերիկամների հիպերպլազիայի վաղ հայտնաբերումն է, դա բնականաբար ինքը հորմոնալ շեղումներ է բերում, եթե վաղ չի հայտնաբերվում այդ հիվանդությունը, սկրինինգային ծրագրի նպատակն էլ հենց դա է, որ վաղ հայտնաբերեն։ Այսինքն մինչ օրս հանրապետությունում չի գործել, հա։ Երևանում դա իրականացվել է, իսկ մարզերում դեռևս ոչ, բայց ինչպես ներկայացրեցի, մայիսին կարող ենք ունենալ։ Քանի որ կարծես մեր զրույցը ծավալվում է պոլիկլինիկական ծառայությունների շուրջ, խոսենք նաև պատվաստումներից, պատվաստումները ինչ փուլով են ընթանում, ինչպես է գնահատում ընդհանուր առմամբ։ Ես ասեմ, ուրեմն գոյություն ունի պատվաստումային ազգային օրացույց եւ ազգային օրացույցով հստակ սահմանված են այն տարիքային խմբերը, որոնց մոտ պետք է իրականացվեն տարատեսակ ըստ ազգային օրացույցի սահմանված այդ պատվաստումները։ Մեր մարզի տարեկան ցուցանիշները բավականին լավ են, այնտեղ ընդգրկումային ցուցանիշը պատվաստումային գործընթացին տարբեր նկատի ունեմ տարբեր տարիքային խմբերի պետք է լինի 95% եւ ավել, ընդհանուր մեր մարզային կտրվածքով ցուցանիշները բավականին բարվոք են, 95%-ից ավելի են։ Ես նաեւ օգտագործելով առիթը նշեմ, որ բոլորովին վերջերս նաեւ ազգային օրացույցում մտել է ջրծաղկի պատվաստումը եւ մենք արդեն սկսել ենք մոտ այս տարվա սկզբից սկսել ենք նաեւ ջրծաղիկի պատվաստումներ իրականացնել։ 24 թվականի վերջից սկսած, հա, եւ այս տարեսկզբին, ձմռան ամիսներին հատկապես սուր շնչառական վիրուսներն էին բավականին ակտիվացել, արդյոք դա պայմանավորված էր պատվաստումների քիչ թվով։ Ոչ, դա սեզոնային ակտիվացում էր սուրշնչական վարակների եւ սեզոնային սուրշնչական վարակների ակտիվացման ժամանակ մենք ապօղակում իրականացնում ենք նաեւ գրիպի պատվաստումներ, որը բավականին թեթևացնում է սուրշնչական վարակների ընթացքը։ Ինչ վերաբերվում է համաճարակային իրավիճակին, ես ասեմ, որ համաճարակային իրավիճակը եղել է նորմայի շրջանակներում, սեզոնային նորման չի գերազանցել, այնպես որ որևէ խնդիր չենք ունեցել համաճարակային իրավիճակի առումով։ Ջրծաղիկի դեմ պատվաստման կարիքը մարզում կար, այսինքն դեպքերը շատ էին, դրանով էր պայմանավորված ներմուծումը։ Ընդհանրապես հանրապետությունում, այո, նախորդ տարվա ընթացքում բավականին մեծ բռնկումներ եղան եւ դրանով պայմանավորված իհարկե ծրագրավորված էր, որ պատվաստումային օրացույցում պետք է ներդրվի ջրծաղիկի պատվաստանյութը եւ նաեւ հաշվի առնելով, որ անցած տարվա մեջ բավականին շատ դեպքեր արձանագրվեցին եւ դրանով պայմանավորված այս տարվանից արդեն սկսեցինք իրականացնել նաև ջրծաղկի դեմ պատվաստումներ։ Խոսեցինք բավականին հաջողված դեպքերի մասին, հա, սակայն մեր հաղորդման այս հատվածում ուզում եմ արդեն անցնենք մեր պոլիկլինիկաների շենքային պայմանների հետ կապված խնդրին, որոնք Գյումրիում իրոք խնդիր է համարվում։ Դա եւ թիվ 1 պոլիկլինիկան, եւ թիվ 2-ը ինչ է նախատեսվում, կառավարությունը արդյոք ունի համապատասխան ծրագիր այս խնդիրը հնարավորինս շուտ վերացնելու համար։
Ներկայացնեմ, որ կառավարության 21-26 թվականների միջոցառումների ծրագրի առողջապահության ոլորտի մասով բավականին մեծ ծրագիր կա առողջապահական բժշկական հաստատությունների, շենքերի վերակառուցման, հիմնանորոգման մասով եւ նոր շենքերի կառուցման մասով եւ բավականին մեր մարզի համար ուրախալի է, որ ունենք ԱՊ օղակի վատ շենքային պայմաններով բժշկական հաստատություններ, որոնք ենթակա են վերակառուցման, հիմնանորոգման, մասնավորապես բոլորը շատ լավ գիտեք, թե ինչ վատ պայմաններ են թիվ 1 պոլիկլինիկայում, շենքային պայմանները նկատի ունեմ, եւ ինչպիսի վատ պայմաններում են մեր եւ բուժաշխատողները հերոսաբար իրենց աշխատանքը իրականացնում եւ նաեւ բուժառուներն են այդ վատ պայմաններից օգտվում։ Նույնը կասեի երկրորդ պոլիկլինիկայի շենքային պայմանների մասով եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն բավականին երկար ժամանակ է մենք առողջապահության նախարարության հետ միասին աշխատում ենք այդ ուղղությամբ, հիմք ընդունելով կառավարության իմ նշած ծրագիրը եւ հիմա այսպիսի ծրագիր ունենք, որ թիվ 2 պոլիկլինիկան, որը նաեւ համարվում է պատմամշակութային կառույց, ինքը ամբողջությամբ հիմնանորոգվելու է, վերազինվելու է բոլորովին նոր գործիքային, լաբորատոր գործիքային, նաև գույքային ամբողջ այդ միջոցներով ու նաև այսպիսի ծրագիր ունեն, քանի որ թիվ 1 պոլիկլինիկայի շենքը խնդրահարույց է, ինքը համայնքապատկան կառույց է, պլյուս նաև պատմամշակութային հուշարձան է, որոշում է կայացվել, որ թիվ 1 պոլիկլինիկան կտեղափոխվի երկրորդ պոլիկլինիկայի մեջ, այսինքն կմիավորվեն այդ պոլիկլինիկաները եւ միաժամանակ խնդիր ունենք Բերլին պոլիկլինիկայի շենքի հետ, քանի որ Ֆյուր Արմենիա կազմակերպությունը շենքը տվել է անհատույց օգտագործման համար, բայց այնտեղ նաև որոշակի տարածքի խնդիր ունենք, տարածքը փոքր է մեր պոլիկլինիկայի համար, հետևաբար քննարկումների արդյունքում քննարկումները իհարկե իրականացվել են եւ մարզպետի եւ առողջապահության նախարարի մասնակցությամբ եւ որոշում է կայացվել, որ պետք է այդ 3 պոլիկլինիկաները, թիվ 1 պոլիկլինիկան, թիվ 2-ը եւ Բերլին պոլիկլինիկան միավորվեն թիվ 2 պոլիկլինիկայի շենքում։ Այսինքն այս 3 հաստատությունները մեկ միասնական կենտրոնում պետք է գործեն։ Այո։ Միգուցե դա նորից էլի մնա զուտ փաստաթղթային, հա, վիճակում։ Ասեմ ձեզ, որ առողջապահական ծիգի հետ արդեն իրականացված է նախագծային աշխատանքները եւ նախագիծը այս պահին գտնվում է համալիր փորձաքննության փուլում։ Պարզապես մենք դարափորձ ունենք թիվ 1 պոլիկլինիկայի հետ կապված եւ այդքան չարչրկված տարբեր ծրագրերով ուզեցին վերանորոգել, բայց հա, ոնց որ թե չստացվեց։ Ես կարծում եմ, որ այս ծրագիրը հաջողություն կունենա։ Հույս ունեմ։ Բժշկուհի Ասլանյան, չեմ ուզում միայն սահմանափակվենք Գյումրու տարածքով, հա, մենք նաև ունենք մարզում այլ համայնքներ, հատկապես գյուղական բնակավայրերում գործող ամբուլատորիաներ, այս դեպքում ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում պայմանները, որոշներում եղած նաև վատ պայմանները։ Ես մոռացա նշել, որ կառավարության այդ վերակառուցման հիմնանորոգման ծրագրում ընդգրկված է նաև 3 գյուղական ամբուլատորիաների շենքեր, լրիվ նոր շենքերի կառուցում, որոնք են դրանք։ Ախուրիկի ամբուլատորիայի շենքն է, Աղինի ամբուլատորիայի շենքը եւ Պեմզաշենի։ Մենք առողջապահության փոխնախարարի հետ շրջել ենք բոլոր գյուղական ամբուլատորիաներով, որովհետեւ խնդիր կար տեսնել պայմանները եւ ընտրել, թե որ գյուղական ամբուլատորիայի շենքը պետք է վերակառուցվի, նորը կառուցվի եւ մենք ընտրել ենք այդ 3 գյուղական ամբուլատորիաների շենքերի կառուցումը եւ ասեմ նաեւ որ Արտիկում է կառուցվում Արտիկի բժշկական կենտրոնի նոր շենք, բոլորովին նոր հզոր բազմապրոֆիլ բժշկական հաստատություն է լինելու Արտիկում, այս պահին ընթանում են հիմքի փորման աշխատանքներ արդեն իսկ։ Իսկ ձեր նշած 3 գյուղական բնակավայրերի ամբուլատորիաների վերանորոգման ծրագիրը երբ է կյանքի կոչվելու։ Այս տարվա մասին է խոսքը։ Դեռևս նախագծային աշխատանքներ են իրականացնում, առայժմ նախագծային փուլում է։
նախագծի նախաշվարկային աշխատանքների փուլում է։ Նախագծի նախաշվարկային այդ աշխատանքների համար կառավարությունը նաև գումար հատկացրել էր անցած տարի եւ այդ աշխատանքները իրականացվում են։ Ամփոփելով արդեն մեր հաղորդումը, ես կուզենայի, որպեսզի ձեր կոչը հորդորը հղեիք մեր հեռուստադիտողներին, թե ինչպիսին կլինի այն։ Խնդրեմ, լսենք։ Բնականաբար որպես մարզի առողջապահության ոլորտի պատասխանատու ես շատ կարևորում եմ մեր ազգաբնակչության առողջության պահպանումը եւ հորդորում եմ ցանկացած առողջական խնդրի պարագայում պարտադիր դիմել իրենց սպասարկող տարածքի բժշկին, պարտադիր անցնել բոլոր սկրինինգային հետազոտությունները, քանի որ ինչպես նշեցինք, դա կանխարգելիչ եւ վաղ հայտնաբերման կարևոր ծրագիր է եւ այս ամենի շնորհիվ մենք կկարողանանք պահպանել նրանց առողջությունը։ Եվ եթե պետությունը տալիս է այդ հնարավորությունը, ապա այո, օգտվել։ Իհարկե։ Եվ անվճար, բնականաբար, ինչու՞ չօգտվել։ Բացի հորդորից նաև հուսանք, որ ձեր նշած բոլոր ծրագրերը առաջիկայում կյանքի կկոչվեն։ Հուսանք։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էինք Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանին։ Եղեք առողջ, Medinfo-ն էր եթերում։